Մարինե Խաչատրյան։ Մարինե ջան, խնդրեմ ներկայացրեք, թե կոնկրետ երբ է ձեր դեպքը պատահել, որ երբ եք հայտնաբերել, որ վարկ է ձևակերպվել ձեր անունով, որ բանկի հետ է գործարքը տեղի ունեցել, ինչքան վարկ է ձևակերպվել, քանի տարի մարման ժամկետով եւ տոկոսադրույքը։ Արշին բանկի հետ է խնդիրը առաջացել, վարկը ձևակերպվել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 10:05 րոպեին քննիչի մոտ եմ եղել արդեն։ Այդ ժամանակ նոր իմացել եմ, իմ հաշվի համարից են գումարները տարել եւ քարտի գումարն են տարել 600,000 դրամ 10 տարով 24%-ով։ Քննիչի մոտ եմ եղել, այսինքն զանգեցին բանկից, ասեցին, որ ձեր անունով վարկը հաստատվել է։ Բայց դրանից առաջ ժամը 9:30 եղել եմ Արշին Ինվեստ բանկ, նոր-նորքի մասնաճյուղ, այնտեղ ասել են, որ իմ հաշիվները, գումարները տարել են, իրենք նայեցին, ոչ մի բան չասին վարկի մասով։ Դրանից հետո գնացել եմ քննիչի մոտ։ Քննիչի մոտ, որ նստած էի, ասեցին, որ ձեր վարկը հաստատվել է։ Այո, վարկ չեք ձևակերպել, որ Ես դե իմ հաշվին գումար ունեի, ես գումարի խնդիր չունեի, բնակարանս վարձով էի տալիս։ Վարձակալության համար զանգեցին ինձ, պայմանավորվեցինք, որ ինձ կանխավճար պետք է թողնեն։ Այդ կանխավճարը ինձ զանգահարել էր Ռուս Անդր անունով տղա, որը Անդր, այո, այսինքն այդպես էր։ Եվ ինձ ասեց, որ ես դες կանխավճար պետք է փոխանցեմ։ Կանխավճար փոխանցելու համար ասեց հղումը կմտնեք, ոնց որ Viber-ից ես մտնում, ոնց որ on-line գնումներ ես կատարում, այդպես եմ մտել։ Նրանից հետո որ մի քանի անգամ եղել է, կարամ հեռախոսով ցույց տամ, եկել է որ բանկը արգել է, փակել է, ես 1 ժամ միջև իմ գործարք կատարելը, այդ սիլկան հղում մտնելը, ես զանգել եմ բանկ։ Բանկը ինձ տվել է, որ զանգահարեք մասնաճյուղ բանկին։ Ես զանգահարել եմ 1 ժամվա ընթացքում իրենք չեն պատասխանել, նոր ես այդ գործարքը կատարել եմ։ Նրանից հետո զանգը չպատասխանելուց հետո պատասխանում են այն ժամանակ, եւ որ արդեն գումարները տարել են, ասում են, որ ձեր գումարները, չգիտեմ, ինչքանով են տարել, ինչա մնացել, դիմեք ոստիկանություն, դիմում եմ ոստիկանություն, գնում եմ գիշերը 12:30 արդեն ոստիկանությունում եմ, այնտեղ քննիչի մոտ բացատրություն եք տալիս, եմ տվել, նրանից հետո քննացել եմ քննչական, ասել են առավոտյան ձեզ քննիչը կզանգի, կգաք, գնացել եմ առավոտ շուտ բանկ, ամսի 20-ի առավոտ։ Ժամը 9:30 տեղից ինձ ճանապարհեցին, մերժելով, որ արդեն մենք չենք կարա, ասենք թե դուք ում եք փոխանցել գումարը։ Մենք ասեց իրավունք չունենք ասելու։ Դե դրանից հետո գնացի դիմեցի ոստիկանություն։ Դուք մարում եք այդ վարկը որպես այդպես։ Եմ եղել, նույնիսկ ես ինքս եմ դիմել ֆինանսական հաշտարարին, ֆինանսական հաշտարարը ինձ, չգիտեմ ինչ բառ ասեմ, համոզում էր, ապա կողմնորոշում էր, որ մարեք, հա։ Մարեմ, եթե չմարեք, անպայման պետք է մարեք, եթե չմարեք, արդեն կգնա բռնագանձում։ Բայց ես չհամաձայնվեցի, որտեղ ոչ ես պահանջել եմ, ոչ վերցրել եմ։ Այսինքն իսկ սառեցված է, դուք տեղյակ եք, սառեցված է։ Ոչ մի սառեցված, ոչ մի բան Բայց դա ձեզ բացասական չի ազդում ձեր վարկային պատմության վրա։ Ինչ չի հետաքրքրում վարկային պատմությունը։ Ես վարկային պատմություն ունեցել եմ իրենց մոտ, ես ոչ մի խնդիր չեմ ունեցել։ Դուք ծանոթ եք բանկերի այն բացատրություններին, որ քաղաքացիների անփութության հետևանքով է տվյալ կեղծիքները լինում։ Օրինակ, տեսեք, դուք բացատրեցիք, որ հղումով անցել եք ամենայն հավանականությամբ ըստ բանկերի պարզաբանման իհարկե, ամենայն հավանականությամբ հենց այդ հղումով որ անցել եք, այդ գործընթացը տեղի է ունեցել։ Ինչպես եք վերաբերում այսպիսի բացատրությանը։ Սա ձեզ համար բավարար է, բավարար չէ։ Եթե բավարար Ասում եմ, որ դուք բանկին եք մեղադրում, բանկն էլ ձեզ է մեղադրում։ Եթե բանկը մեղադրում է, ասենք իմը, եթե ես իմ հեռախոսով եմ մտնում, հայացքով եմ մտնում։ Իրենք որ մտել են իմ հայացքը որտեղից են գտել, որ մտել են, նշանակում է, որ իրենք այլ լոգին պարոլ են օգտագործել, չէ, փոխվել է։ Իրենց մոտ արդեն ցույց է տալիս, որ այդ հասցեն փոխվել է իմ, ես իմ հեռախոսով չեմ մտել, չէ, իմ հայացքով չեմ մտել, ուրիշ լոգին պարոլով եմ մտնում։ Ինչի այդ ժամանակ իրենք չեն դիմում ինձ, որ ես այդքան զանգել եմ, երբ որ գումարները տարել են, նրանից հետո արդեն հասանելի են, պատասխանում են։
Դա ես չպետք է ասեմ, արդեն ոստիկանությունը Ձեր քննչական պահանջը կոնկրետ որ պետական մարմնից է, ճիշտ է հիմա այս պահին ազգային ժողովի դիմաց եք գտնվում, բայց որպես այդպիսին պետական կառույցներից ինչ եք պահանջում։ Դե ես պահանջում եմ, որ ես վարկ չեմ ձևակերպել։ Ես գումարի կարիք չեմ ունեցել այդ ժամանակ, որ վարկ ձևակերպեմ։ Վարկը ով որ վերցրել է թող իրենից պահանջեն եւ կխնդրեի, որ իմ գումարները հետ տային։ Ես այդ գումարները չեմ պահել ինչ որ մարդկանց համար։ Եվ եթե ես իմանայի բանկը այդքան թույլ կլինի եւ իմ գումարը չի պահի, ոնց որ պետքն է, ես իմ տանը կպահի կամ հարևանի տանը ավելի ապահով կլիներ։